Շնորհակալություն, հարգելի Տիկին Վարդանյան, հարգելի Տիկին Ղազարյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ 25 թվականին իրականացվել են 24 բյուջետային ծրագրեր 234 միջոցառումներով։ Դրանց շրջանակներում օգտագործվել է շուրջ 374.4 միլիարդ դրամ, ապահովելով 93.5% կատարողական ծրագրված ցուցանիշի նկատմամբ, եւ պետք է նշեմ, որ 2024-ի նկատմամբ փաստացի բյուջեն 25 թվականին աճել է 31%-ով եւ շուրջ 88.75 միլիարդ դրամով։ Միևնույն ժամանակ, քանի որ մենք խոսում ենք կառավարության ծրագրի ողջ շրջանի մասին նաև, ձեր թույլտվությամբ ես կուզեմ մի քանի ամփոփ ցուցանիշներ ներկայացնել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է փոխվել մեր նախարարության ոլորտների պետական ֆինանսավորման դինամիկան, եւ սա թերևս լավագույն վկայությունն է այս ոլորտներում կառավարության վարած քաղաքականության։ Ընդհանուր առմամբ 18 թվականի համեմատ 25 թվականին ոլորտային ծախսերը աճել են 154.5 միլիարդ դրամից 372.3 միլիարդ դրամի։ Սա նշանակում է, որ 7 տարվա ընթացքում մեր ոլորտների ֆինանսավորումը ավելացել է շուրջ 217.8 միլիարդ դրամով կամ 141%-ով։ Պետք է նշել, որ 26 թվականի պլանով հաստատված բյուջեով արդեն իսկ նախատեսվել է 422.9 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ևս 13.6%-ով։ Իհարկե, այս աճի հիմնական կրողը կրթության ոլորտն է։ Եթե 2018 թվականին կրթության ֆինանսավորումը կազմել էր շուրջ 128.3 միլիարդ դրամ, 2025 թվականին մենք խոսում ենք արդեն 311.4 միլիարդ դրամի մասին, այսինքն ավելացումը կազմում է 183.1 միլիարդ դրամ կամ շուրջ 143%։ Պետք է ասել, որ 26 թվականի համեմատ մենք ունենք ևս 42 միլիարդ դրամով ավելի եւ ըստ էության կարևոր է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտների ընդհանուր աճի շուրջ 84%-ը ձևավորվել է հենց կրթության ոլորտում, ինչը ցույց է տալիս կրթության ոլորտում ներդրումներ անելու պետության հանձնառության մասին, եւ կարծում եմ հենց այս ցուցանիշների շնորհիվ է նաեւ, որ մենք խոսում ենք ոլորտում էական եւ առանցքային բարեփոխումների եւ դրանց տեսանելի արդյունքների մասին։ Բավական է նշել ուրեմն 300 դպրոց 500 մանկապարտեզների ծրագիրը եւ ինչպես վարչապետն է առիթ ունեցել ընդգծելու, ըստ էության մենք դպրոցաշինության եւ մանկապարտեզների շինարարության համար վերջին այս տարիներին ըստ էության 1 միլիարդ դոլարի չափ գումար ենք հատկացրել եւ սա նշանակում է, որ այս ուղղություններով պետության ներդրումը ավելի քան տեսանելի է եւ թերևս հենց այս դրամաբանությամբ կրթության ոլորտի ներսում ամենախոշոր ծավալային աճը հանրակրթության ուղղությամբ է։ Եթե 2018 թվականին հանրակրթության ֆինանսավորումը կազմել է 103.1 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին այն հասել է 269.5 միլիարդ դրամի։ Սա ավելի քան 166 միլիարդ դրամի հավելյալ ֆինանսավորում է կամ շուրջ 161% աճ։ Եվ առանձնապես նշանակալի է նաև նախադպրոցական կրթության դինամիկան։ 2018 թվականին պետական բյուջեով նախադպրոցական կրթության համար հատկացված է եղել ընդամենը 0.8 միլիարդ դրամ։ 2025 թվականին նախադպրոցական կրթության ծախսերը միայն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեով, ինչու եմ սա ասում, որտեղ գիտեք, որ մանկապարտեզները համայնքային ենթակայության են եւ բավականին լուրջ ֆինանսավորում գնում է նաեւ սուբվենցիոն ծրագրերով։ Միայն մեր բյուջեով կրթության ծախսերը կազմել են 9.5 միլիարդ դրամ, այսինքն աճել են ավելի քան 12 անգամ 2018-ի նկատմամբ։ 2026-ին նախատեսվում է արդեն 13.8 միլիարդ դրամ, ինչը 25 թվականի համեմատ եւս շուրջ 45%-ով ավելի է։ Թերևս ամենաէական փոփոխությունները, ինչպես արդեն նշեցի, կապիտալ ծախսերի ուղղությամբ մեր
ուշադրությունն է եւ այդ իմաստով էապես փոխվել է ծախսերի կառուցվածքը։ Եթե 18 թվականին մեր ոլորտներում կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 1.3 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին մեր ոլորտների կապիտալ ծախսերը հասել են 129.2 միլիարդ դրամի։ Սա նշանակում է, որ կապիտալ ծախսերը 18-ի համեմատ աճել են շուրջ 102 անգամ։ Եվ նաև տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերում, եթե 18 թվականին մոտ 0.8%-ն էր ընդհանուր հատկացումների կապիտալ ծախսեր, ապա 25 թվականին արդեն կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 34.8%, իսկ 26 թվականին շուրջ 40% է պլանավորված կապիտալ ծախսերի հատկացումը եւ պետք է ասեմ մեծ ուրախությամբ, որովհետեւ մենք բազմիցս նաև այս սենյակում քննարկել ենք կապիտալ ծախսերի կատարողականը, նախորդ տարի կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 90.4%, իսկ սա նշանակում է, որ մենք էապես բարելավել ենք մեր կարողությունները կապիտալ ծախսեր կատարելու եւ միայն հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնման կառուցման ուղղությամբ 101 միլիարդ դրամի կատարողական ենք նախորդ տարի ունեցել 24 թվականի 30 միլիարդի փոխարեն, ինչը նշանակում է, որ ավելի քան եռապատկել ենք աշխատանքները իրականացնելու մեր արագությունը։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ մենք ըստ էության գիտության ոլորտում եւս էական առաջընթաց ենք արձանագրել ֆինանսավորման այս ուրեմն ծավալների մեծացման ուղղությամբ, առիթ ունեցել ենք խոսել, որ ընդհանուր առմամբ շուրջ 180% աճ ունենք գիտության ֆինանսավորման եւ այդ աճը հատկապես տեսանելի է գիտաշխատողների վարձատրության համակարգում, որտեղ 105-ից 300% աճը 2025 թվականի հունվարի 1-ից արդեն իրողություն է, փուլային բարձրացման այն տրամաբանությամբ, որը կառավարությունը որդեգրել էր։ Մենք շատ էական ենք համարում նաև այն ծավալները, որոնք որ ներդրվում են գիտության ոլորտի կապիտալ ծախսերում, եւ պետք է օրինակ հիշեցնեմ միայն Երևանի պետական համալսարանի արհեստական բանականության կենտրոնի համար պետության կողմից հատկացված ավելի քան 3.7 միլիարդ դրամը եւ մեր մյուս կապիտալ ծախսերը ուղղված գիտական այնպիսի սարքավորումների ձեռքբերմանը, որոնք այսօր Հայաստանում հնարավոր են դարձնում ժամանակակից նորագույն բոլոր սարքավորումների առկայությունը եւ մեր գիտնականներին ընձեռում են պայմաններ Հայաստանում իրականացնելու այն հետազոտությունները, որոնք նախկինում պահանջում էին մեկնել արտերկրի որևէ կենտրոններ, եւ իհարկե շատ կարեւոր է, որ կառավարությունը այս տարի հունվարին հաստատելով գիտության զարգացման ռազմավարությունը ել ավելի հավակնոտ թիրախ է սահմանել, որովհետեւ 2030 թվականի նկատմամբ մենք նախատեսում ենք, որ գիտության ֆինանսավորումը կհասնի հնայի շուրջ 1%-ին, որից 0.75%-ը առնվազն պետական հատկացումների տրամաբանությամբ եւ կարծում ենք, որ սա ոլորտի զարգացման, որակական զարգացման էական պայմաններ է ընձեռում։ Մենք ունենք նաև էական աճ սպորտի ոլորտի ֆինանսավորման առումով եւ եթե 2018 թվականին սպորտի ֆինանսավորումը 2.3 միլիարդ դրամ էր, ապա 25 թվականին սպորտի ֆինանսավորումը կազմել է 8.4 միլիարդ դրամ, աճելով շուրջ 3.7 անգամ։ Եվ 26 թվականի պլանով էլ ավելի մեծ ցուցանիշ ունենք, արդեն 13.4 միլիարդ դրամ, ինչը 25 թվականի համեմատ 60%-ով ավել է։ Հատկապես կարևոր է, որ աճել են ոչ միայն բարձր նվաճումների սպորտի, այլև մասսայական սպորտի ծախսերը, եւ մասսայական սպորտի ծախսերը 18 թվականի համեմատ աճել են շուրջ 5.7 անգամ եւ պետք է հիշեցնեմ, որ այս ուղղությամբ մասսայական սպորտի ուղղությամբ ծախսերը նախատեսված են հիմնականում հանրության առողջ ապրելակերպի եւ սպորտով զբաղվելու հնարավորությունների ընձեռմանը, այդ թվում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, կառուցման, շինարարության ուղղությամբ։ Պետք է նաև ընդգծել մշակույթի ոլորտում մեր ֆինանսավորումները, որոնք նույնպես տպավորիչ են եւ 18 թվականի համեմատ մենք 58% աճ ունենք մշակույթի ոլորտում պետական ֆինանսավորման, քանի որ 18 թվականի 12.5 միլիարդ դրամի համեմատ 25 թվականին մշակույթի ոլորտի ֆինանսավորումը հասել է 19.7 միլիարդ դրամի, 26 թվականին նախատեսված է 23.4 միլիարդ դրամ, ինչը ավել է նախորդ տարվա նկատմամբ շուրջ 19%-ով։
Եվ նույնիսկ այնպիսի ոլորտում, ինչպես երիտասարդությունն է, որտեղ կարելի է կարծել, որ պետության կողմից ներդրումների ծավալը ավելի սահմանափակ է, մենք ոչ միայն մեծացրել ենք ծախսերը, ձևավորելով երիտասարդական հստակ քաղաքականություն, որը պետք է հիշեցնեմ իր արտացոլումն է գտել նաև երիտասարդական քաղաքականության օրենքի հաստատմամբ, բայց նաև ձևավորել են կապիտալ բաղադրիչ երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ, ինչը խիստ կարևոր եմ համարում, որովհետև արդեն իսկ մեր փորձառությունը ցույց է տալիս, որ երիտասարդական կենտրոնները դառնում են մարզերում մեր երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց ժամանցի ամենակարևոր միջավայրերից մեկը եւ վստահ եմ, որ դրա ավելի երկարաժամկետ արդյունքները մենք շարունակելու ենք դիտարկել մեր առաջիկա տարիներին։ Իրականում մեր ոլորտներում տեղի ունեցող դրական փոփոխությունների ծավալը այնքան մեծ է, որ թերևս նույնիսկ լավագույն ցանկություններով ես չեմ կարող տեղավորվել որևէ ժամանակի մեջ։ Պետք է ասեմ, որ այդ փոփոխությունների թափը գնալով ավելի ինտենսիվ է դառնում ու ես ուրախ եմ, որ կառավարության առաջիկա ծրագիրն էլ հանդիսանում է այդ բոլոր փոփոխությունների տրամաբանական շարունակությունը, նոր թիրախներ սահմանելով եւ ձևավորված գործընթացները դնելով նոր տրամաբանության մեջ, մասնավորապես մի օրինակ կուզեմ բերել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ, գիտեք, որ մենք այս պահին ունենք իրավիճակ, երբ որ մեր ամեն երրորդ ուսուցիչը արդեն իսկ ատեստավորված է եւ այս պահին գիտեք, որ գործող համակարգով 200,000 դրամ դրույքաչափ է, որը սահմանվում է ուրեմն կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու պարագայում եւ այնուհետեւ արդեն 30, 40, 50% հավելավճար է գործում այս դրույքաչափի նկատմամբ եւ մենք արդեն իսկ ունենք նպատակադրում, որպեսզի կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլի մասնակցության պարագայում ուսուցիչների դրույքաչափը փոխվի 300,000 դրամ եւ համապատասխանաբար այդ հավելավճարները հաշվարկվեն այս դրույքաչափի նկատմամբ, ինչը նույնպես էապես հնարավորություն է տալու բարելավել ուսուցիչների վարձատրության համակարգը եւ սա ընդամենը մեկ օրինակն է այն բազմաթիվ օրինակներից, ինչպես է ուրեմն գործող բարեփոխումների տրամաբանությունը շարունակվելու կառավարության նոր ծրագրի շրջանակներում եւ իհարկե կուզեմ առանձնահատուկ ընդգծել նաեւ, որ մեր աշխատանքների շրջանակում ուշադրության կենտրոնում են եղել այն ծրագրերը, որոնք հանդիսանում են մեգա ծրագրեր, ինչպես օրինակ ակադեմիական քաղաք ծրագիրն է եւ այստեղ մենք նախորդող տարում շատ ակտիվ աշխատանք ենք արել եւ կազմակերպեցինք նաեւ միջազգային համաժողով, որի շրջանակներում ծրագրի տեսանելիությունը բարձրացնելու եւ նաեւ նոր գործընկերներ գտնելու հնարավորություն եղավ։ Այժմ ակտիվ նախապատրաստական փուլում ենք, այս պահին նաեւ հայտարարված մրցույթներ ունենք ոռոգման համակարգի, էլեկտրասնուցման համակարգերի հետ կապված եւ կարծում եմ, որ արդեն հողի վրա աշխատանքները, որոնք որ ակադեմիական քաղաքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ են, արդեն իսկ այս տարվա տրամաբանությամբ ընթաց կտանք եւ պետք է հիշեցնեմ, որ ծրագրի շրջանակներում հաստատված համագործակցություններ կան աշխարհի ամենահեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցում են նաեւ բովանդակային բարեփոխումների գործընթացում եւ թերևս խոսքս ամփոփեմ մշակույթի մասին եւ մշակույթի ուղղությամբ մեր մի քանի կարևոր աշխատանքները մատնանշելով, ես կարծում եմ, որ մեր կարևորագույն ուղերձը մշակույթի ոլորտին ստացել է պատշաճ արձագանք, դա մշակույթի տնտեսականացումն է եւ մենք վստահ ենք, որ մշակույթի ոլորտը ունի շատ մեծ պոտենցիալ դառնալու մեր հանրային զարգացման եւ տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչ ու ես ուրախ եմ, որ այդ ցուցանիշները արդեն իսկ երևում են ոլորտում սեփական եկամուտների գրանցման տրամաբանության մեջ եւ սա թե թատերահամերգային ոլորտի նոր ֆինանսավորման մոդելի ներդրման հետևանքն է, որովհետեւ պետք է հիշեցնեմ, որ նոր մոդելին անցած մեր կազմակերպությունները մինչև 35% տարեկան աճ են գրանցել սեփական եկամուտների եւ մինչև 50% աշխատավարձերի բարձրացում եւ ընդհանուր առմամբ թատրոնների սեփական եկամուտները աճել են 1.75 միլիարդ դրամով կամ 152%-ով 25 թվականին 22-ի նկատմամբ
Մոտավորապես նմանատիպ աճ է գրանցել նաև համերգային կազմակերպությունների ցուցանիշները։ Ես պետք է առանձնահատուկ ուրախությամբ նշեմ մեր մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականությունը, որի շրջանակներում մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը կարծում եմ ավելի քան տեսանելի է։ Երեք հենց մի տեսանյութ էի նայում մեր մշակութային միջոցառումների անփոխարինելի մասնակից մի տարեց կնոջ կողմից, որտեղ վերջինս բողոքում էր, որ այնքան շատ են միջոցառումները, որ չի հասցնում իր օրը պլանավորել եւ ներկա լինել բոլոր այն տեղերում, որոնք իրեն հետաքրքրում են։ Սա թերևս լավագույն վկայությունն է, թե ինչ ակտիվ է, ինչ աշխուժ է ու ինչ բազմազան է մշակութային կյանքը, եւ կարծում եմ, որ սա առաջին հերթին հանրային կյանքի որակի բարելավման շատ կարեւոր ցուցիչ է, եւ այսպիսին պիտի լինի մեր առօրյան, բայց առանձնահատուկ ուշադրությունը բոլորի կհրավիրեմ նաեւ մշակութային ժառանգության ոլորտում մեր իրականացված աշխատանքներին, որոնք իսկապես շատ տեսանելի եւ շատ զգալի են, եւ փաստացի այն հուշարձանների վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են, իսկ նախորդ տարի դրանք 19 հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներ են եղել, 14 հուշարձանների նախագծման եւ փորձաքննության եւ 5 հուշարձանների պեղումներ, եւ նախորդ տարի 1.4 միլիարդ դրամ է հատկացվել այս ուղղությամբ, որը գերազանցել է 24 թվականի ցուցանիշը 72.9%-ով։ Մենք նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկել ենք 2 հուշարձան՝ Երևանի ուրարտական ժառանգությունը եւ Գառնու տաճարի հուշարձանախումբն ու եւ Բազալտե երգեհոն սյունաձև բազալտները, եւ պետք է ասեմ, որ իրականում մենք ըստ էության մեր մշակութային ժառանգության հանրահռչակման եւ միջազգային տեսանելիության հետեւողական քաղաքականություն ենք իրականացում, եւ սա դրա վկայություններից մեկն է, եւ առանձնահատուկ կարեւորելով այն ակտիվությունը, որ ունեն մեր թանգարանները, նախորդ տարի 351 ցուցահանդեսներ են իրականացվել, այդ թվում 18 միջազգային ցուցադրություններ, ընդգծում են նաև այն ակտիվությունը եւ միջազգային նաև ակտիվ համագործակցությունը, որը իսկապես նաև թանգարանային ցուցադրությունների որակի փոփոխությունն է դարձնում մեր բոլորի համար տեսանելի, եւ իհարկե խոսքս ամփոփեմ մշակութային արժեքների ձեռքբերման պետական ծրագրի ցուցանիշները նշելով, նախորդ տարի ավելի քան 332 միլիոն դրամ հատկացվեց մեր տարբեր թանգարանների համար կարևոր մշակութային արժեքների ձեռքբերմանը, ինչպես ուրեմն միջնադարյան եկեղեցու փայտյա դռամփեղկներ Լոնդոնի գալերեայից ձեռքբերված, 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու աշխատությունն էր Մատենադարանի համար ձեռքբերված, նաև Արշիլ Գորկու աշխատանքն էր պատկերասրահի համար, եւ սա վառ վկայություն է նրան, թե ինչպես է պետությունը տեր կանգնում իր մշակութային ժառանգությանը եւ դրանք վերադարձնում մեր երկիր բոլոր այն դեպքերում, երբ որ դրա հնարավորությունը կա։ Թերևս այսքանով սահմանափակվեմ, հարցերը հնարավորություն կտան ավելի մանրամասնելու տարբեր ուղղություններ, որոնց ժամանակի սղության պատճառով չանդրադարձա։ Շնորհակալություն։